Ողջույն բոլորին, Armedia YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ եւ նախապես մի փոքր շնորհակալական խոսք ուղղված ձեզ։ Շնորհակալ եմ մշտական եւ կարեւոր աջակցության համար։ Իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա անպայման բաժանորդագրվեք։ Նեվորա գլխավոր թեմայի մասին։ Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը State of the Union ուղերձի ընթացքում ներկայացրել է իր վարչակազմի տնտեսական, ներգաղթային եւ արտաքին քաղաքական ձեռքբերումները։ Նախագահը եւս մեկ անգամ հիշեցրել է պատերազմների եւ հակամարտությունների ավարտում ունեցած իր ներդրումը, նշելով նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը եւ շնորհակալություն հայտնել հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆին, ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոին։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում աշխատատեղերի եւ արտադրության աճ է գրանցվել, սահմանային անցումները հասել են տասնամյակների նվազագույն մակարդակի, իսկ երկիրը դարձել է աշխարհի ամենաթեժ երկիրը տնտեսական առումով։ Ներգաղթի թեմայով Թրամփը նշել է, որ ապօրինի անցումները հասել են 1960-ականներից ի վեր ամենացածր մակարդակին։ Տնտեսության վերաբերյալ Թրամփը պնդել է, որ եկամուտները արագ աճում են եւ որ մաքսատուրքերը փրկում են երկիրը։ Թրամփը կրկնել է պնդումը, թե դեղերի գները իջեցրել է 300-ից 600%-ով, ինչը մասնագետները քանիցս անվանել են մաթեմատիկապես անհնար։ Նա նաև հայտարարել է, որ կտրամադրի մինչև $1000 տարեկան ներդրումային աջակցություն աշխատողներին, որոնք ունեն կենսաթոշակային պլան։ Ելույթի ընթացքում նախագահն անդրադարձել է նաև հանցավորության մակարդակին, պնդելով, որ սպանությունների թիվը կտրուկ նվազել է։ Մաքսատուրքերի թեմայով Թրամփը կրկին քննադատել է Գերագույն դատարանին, որը վերջերս 6-3 որոշմամբ չեղարկել էր այն։ Չնայած նախկին քննադատություններին, նախագահը կարճ ողջունել է դատարանի դատավորներին, սեղմելով նրանց ձեռքը։ Դալիճում նաև որոշակի միջադեպ տեղի ունեցավ, երբ Թեքսասի դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը հերթական անգամ բարձրացրեց սևամորթները կապիկներ չեն գրության պաստառը ի պատասխան նախկինում տարածված վիճահարույց տեսանյութի։ Գրինին դուրս են բերել դալիճից, իսկ հանրապետականները վանկարկել են USA։ Թրամփը նաև հայտարարել է, որ կպարգևատրի ԱՄՆ հոկեյի տղամարդկանց օլիմպիական հավաքականի դարպասապահ Քոնոր Հելեյբուկին ազատության նախագահական մեդալով։ Թիմը դալիճում արժանացել է երկուսակցական ծափահարությունների։ Նախագահը խոսել է նաև Վենեսուելայից ստացված նավթի մատակարարումների մասին, հայտարարելով, թե Միացյալ Նահանգները ստացել է ավելի քան 80 միլիոն բարել։ Ելույթին հաջորդող դեմոկրատական կուսակցության պաշտոնական արձագանքը ներկայացրել է Աբիգել Սպանբերգերը, իսկ իսպաներեն արձագանքը Կալիֆոռնիայի սենատոր Ալեքս Փադիլյան։ Վերլուծաբանների գնահատմամբ նախագահը փորձել է ներկայացնել հաղթական եւ վերահսկող առաջնորդի պատկեր, հատկապես միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ Երեկվա ասադինեմ տեսախցիկը ֆիքսել է սարսափեցնող պահը, երբ մի կայոտի հետապնդել է 3-ամյա տղային նրանց տան դարպասի մոտ։ Տղայի մայրը Այդա Սվելտոն պատմել է, որ իրենց թաղամասում կայոտները հաճախ են հայտնվում, սակայն այս դեպքը չափազանց մոտ էր եւ վտանգավոր։ Վերջին շրջանում Հարավային Կալիֆոռնիայում առասարակ կայոտիների թիվն աճել է, ինչը կապված է զուգավորման սեզոնի հետ, որը տևում է հունվարի վերջից մինչև մարտ։ Բնակիչներին խորհուրդ է տրվում նախապես ձեռնարկել կանխարգելիչ քայլեր, կրճատել խիտ բուսականությունը, հավաքել հասունացած կամ ընկած պտուղներն ու բանջարեղենը, փակ պահել աղբամանների կափարիչները եւ աղբը պահել փակ տարածքում մինչև տեղափոխումը։ Կենդանիների տերերին էլ զգուշացվում է փոքր շներին եւ այլ կենդանիներին դրսում անուշադրության չմատնել, քանի որ կարող են դառնալ որս։ Նշվում է, որ նախկինում եւս եղել են կայոտիների հարձակումներ։ Օրինակ, այս մեկը Փորթլենդում է։ Փոքրիկ աղջիկը ցատկում է սեղանի վրա եւ հայրը շտապում է փրկել նրան։ Արիզոնայում էլ փոքրիկ տղան հետևում էր իր մայրիկին դեպի բակ, երբ կայոտին գաղտագողի մոտեցել է ու հարձակվել երեխայի վրա։ Այս մեկում կենդանին կծել է փոքրիկի ձեռքը։ Վաշինգտոնում դաշնային վերաքննիչ դատարանը թույլ է տվել IRS-ին ԱՄՆ-ում ապօրինի գտնվող ներգաղթյալների անուններն ու հասցեները փոխանցել ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայությանը հարկային գրառումների հետ համադրելու նպատակով։ Փաստացի մերժվել է ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների պահանջը ժամանակավորապես արգելափակել ներքին եկամուտների ծառայությանը IRS-ին որոշ հարկային տվյալների փոխանցումը։ Գլխավոր դատախազ Փենբոնդի սոցիալական ցանցերում այս որոշումը որակել է վարչակազմի համար կարևոր հաղթանակ գրելով ապօրինի ներգաղթյալների արտաքսումը ամերիկացիներին դարձնում ավելի անվտանգ։ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան հատվածում միլիոնավոր մարդիկ այսօր առավոտյան աշխատանքի եւ դպրոց գնալու դժվարությունների են բախվել։ Ձմեռային փոթորիկը ծածկել է տարածաշրջանը հազդյան շերտով, չեղարկվել էր հազարավոր չվերթներ, խաթարվել էին հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ վնասվել էին էլեկտրագծերը։ Թեև այսօր ձյունը աստիճանաբար շարժվում էր դեպի հյուսիս եւ որոշ շրջաններում արև էր բացվել, ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ մեծ լճերի շրջանից ձևավորվող նոր փոթորիկ է մոտենում տարածաշրջան։ Նյու Յորքում երկրի խոշորագույն հանրային դպրոցական համակարգի
Արցախի ավելի քան 1 միլիոն աշակերտների համար դասերը վերսկսվել են, ինչի պատճառով բազմաթիվ ծնողներ նաև հայտնել էին իրենց դժգոհությունը։ Ճանապարհները բացվում են, տրանսպորտի աշխատանքը վերականգնվում է։ Օդերևութաբանների գնահատմամբ այս փոթորիկը վերջին տասնամյակի ամենաուժեղներից էր։ Հյուսիս-արևելյան որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 60 սանտիմետր ձյուն, իսկ Ռոդ Այլանդում ավելի քան 90 սանտիմետր, ինչը գերազանցել է 1978 թվականի պատմական ձնաբքի ցուցանիշները։ Նյու Յորքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Մանհեթենի Վաշինգտոն Սքվեր պարկում զանգվածային ձնագնդիների խաղի ընթացքում հարձակումը եղել ոստիկանների վրա։ Նյու Յորքի ոստիկանության վարչությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ մի քանի համազգեստավոր ոստիկաններ ձնագնդիներից հարվածներ են ստացել դեմքի հատվածում ու շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել հիվանդանոց կայուն վիճակում։ Վնասվածքների մասին հավելյալ մանրամասներ չի հաղորդվել։ Այս պայն ձերբակալություններ էլ դեռևս չեն իրականացվել։ Քաղաքի ոստիկանապետ Ջեսիկա Թիշը միջադեպը որակել է ամոթալի եւ հանցավոր վարքագիծ նշելով, որ դեպքը գտնվում է քննության փուլում։ Մի շարք քաղաքական գործիչներ նույնպես դատապարտել են տեղի ունեցածը։ Նյու Յորքի քաղաքապետ Զորա Մամդանիի քննադատները միջադեպը ներկայացրել են որպես ապացույց, որ իրավապահ մարմինների նկատմամբ հարգանքը նվազել է նոր քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում։ Մամդանի նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատել էր ոստիկանությանը, սակայն հետագայում մեղմել էր իր դիրքորոշումը։ Մամդանին այսօր X սոցիալական հարթակում գրել է. «Ոստիկանները, ինչպես քաղաքի բոլոր աշխատողները, պատմական ձնաբքի պայմաններում աշխատում են ապահովելով Նյու Յորքի բնակիչների անվտանգությունը եւ երթևեկության շարունակականությունը։ Վերաբերվեք նրանց հարգանքով, եթե որևէ մեկը պետք է ձնագնդի ստանա, դա ես եմ»։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Նոնախ Լոնդրի Ծառայությունների փունջը, որը մատուցում է մեր գործընկերը, ընդարձակ է սկսած առօրյա լվացքից մինչև բիզնեսների հետ համագործակցություն շահավետ պայմաններով։ Ամբողջական փաթեթին կարող եք ծանոթանալ ներբեռնելով հավելված nice QR կոդով կամ զանգահարելով նշված հեռախոսը համարին։ Հաջորդ մեր գործընկերը շատ կարևոր գործ է կատարում Ինտեր Յունայթեդ ֆուտբոլային ակադեմիայում շարունակվում է 4-ից 10 տարեկանների ընդունելությունը։ Փորձառու մարշական անձնակազմն ու լավագույն պատրաստված մասնագիտական թիմը պատրաստ է հոգ տանել ձեր երեխայի կայուն աճի եւ ապագա պրոֆեսիոնալ հարթակ տեղափոխվելու զարգացվածության համար։ Top Choice Collision Center-ում էլ պատրաստ են հոգ տանել ձեր մեքենայի համար։ Ցանկացած խնդրի դեպքում ընդհուպ միջև վթարի համար զանգահարեք նշված հեռախոսը համարով, որին պատասխանում են շուրջօրյա։ Անվճար գնահատում են, սեղմ ժանկետում վերանորոգում, իսկ այդ ժամանակահատվածում էլ ձեզ առանց ավտոմեքենայի չեն թողնում։ Եվ իհարկե շնորհակալություն Cosmopolis-ին, գործընկեր, որն առաջարկում է լավագույն գնային քաղաքականությունը ցանկացած միջոցառման համար։ Շնորհակալություն նաև մեր վաղեմի գործընկեր Ներկոզանյան Meat and Decor Market-ին եւ Gary's Mom's Bakery-ին։ Իսկ հիմա շարունակենք լուրերը։ ՄԱԿ-ում վերսկսվել է արտակարգ հատուկ նստաշրջանը նվիրված Ուկրաինայում պատերազմի 4-րդ տարելիցին։ Քննարկման ընթացքում անդամպետությունները հանդես են եկել կոշտ հայտարարություններով, գնահատելով պատերազմի հետևանքներն ու խաղաղության հեռանկարները։ ՄԱԿ-ում ընդգծվել է, որ միջազգային իրավունքի խախտումները չպետք է դառնան ընդունված երևույթ։ Ուկրաինայի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է արդար եւ երկարատև խաղաղության, սակայն չի ընդունի տարածքային զիջումներ կամ կապիտուլյացիայի տեսքով լուծում։ Նա կոչարել անդամ պետություններին աջակցել անմիջական եւ անվերապահ հրադադարին ռազմագերիների փոխանակմանը, ապօրինի տեղափոխված երեխաների վերադարձին եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Ուկրաինան ներկայացրել է բանաձև, որը կոչ է անում հաստատել համապարփակ եւ կայուն խաղաղություն ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ դիվանագիտական բանակցությունները պետք է շարունակվեն առանց քաղաքական ճնշումների եւ ընդգծել է, որ որոշ բանաձևեր կարող են խոչընդոտել ընթացող բանակցություններին։ Նա կրկնել է Ռուսաստանի դիրքորոշումը անվտանգության իր գնահատմամբ լեգիտիմ մտահոգությունների վերաբերյալ։ Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայում երկարատև խաղաղության աջակցություն բանաձևը։ Կողմ է քվեարկել 107 պետություն դեմ 12, իսկ 51 երկիր ձեռնպահ է մնացել։ Բանաձևը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ շարունակել դիվանագիտական ջանքերը հասնելու արդար եւ կայուն խաղաղության։ Մի շարք եվրոպական երկրներ հայտարարել են, որ Ուկրաինայի անվտանգությունը անմիջականորեն կապված է ամբողջ Եվրոպայի անվտանգության հետ։ Որոշ պետություններ ձեռնպահ են մնացել շեշտելով բանակցային գործընթացի կարևորությունը։ Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամահաբեր հակամարտությունը թերթել է պատմության 4-րդ տարվա էջը։ Ուկրաինան հայտարարել է, որ այս շաբաթ կարող է տեղի ունենալ պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների նոր փուլ Ռուսաստանի հետ։ Արդեն մի քանի փուլ բանակցություններ անցկացվել են եւ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է միջնորդել հակամարտության ավարտը։ Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Դոնեցկի ապագայի շուրջ, որը Դոնբասը կազմող երկու շրջաններից մեկն է։ Մոսկվան արդեն վերահսկում է մյուս շրջանի Լուգանսկի գրեթե ամբողջ տարածքը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջում է, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնեցկի այն 20% տարածքից, որը Ռուսաստանը դեռևս չի վերահսկում։ Սակայն
փոխարենին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժում է նման քայլը։ Թե Մոսկվան պնդում է, որ Դոնեցկը Ռուսաստանի պատմական հողերի մաս է, միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Ուկրաինայի կողմը։ Խաղաղության ծրագրի նախագիծը նախատեսում է անվտանգության երաշխիքներ եւ տնտեսական աջակցություն Ուկրաինային, ինչպես նաեւ վերահսկվող չհարձակման մեխանիզմ Ռուսաստանի հետ։ Սակայն առանցքային հարցեր, այդ թվում Զապորոժիայի ատոմակայանի կառավարումը եւ ապառազմականացված գոտիների վերահսկողությունը մնում են չլուծված։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ գործող խաղաղության խորհուրդը կարող է վերահսկել իրավական պարտադիր համաձայնագիրը, որը բոլոր կողմերի ստորագրումից հետո կհանգեցնի անհապաղ հրադադարի։ Զելենսկին ասում է, որ ինքը մանդատ չունի զիջելու ուկրաինական հողերը, քանի որ սահմանադրությունը պահանջում է հանրաքվե տարածքային փոփոխությունների համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սակայն կասկածի տակ է դրել հանրաքվեի անհրաժեշտությունը, նշելով, որ ակնկալում է, որ տեղի կունենան որոշակի տարածքային փոխանակումներ։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր ռազմական ներկայությունն ունի։ Տեղակայումը ներառում է մոտ 16 ռազմանավից սվաղկացած նավատորմ, այդ թվում 2 ավիակիր։ Աբրամ Լինքոլն ավիակիրը գտնվում է Արաբական ծովում, իսկ Ջերալդ Ֆորդը միջերկրական ծովում է ու շարժվում է դեպի արևելք։ Այս ուժերը միասին ներառում են մեծ թվով հարձակողական ինքնաթիռներ, այդ թվում F-35 եւ F-A-18 տիպի կործանիչներ։ Միևնույն ժամանակ տասնյակ ամերիկյան ռազմական ինքնաթիռներ տեղակայված են Հորդանանի անապատային տարածքում։ Այդ երկիրը կարող է դառնալ այն հարթակը, որտեղից Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել Իրանին։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղից Միացյալ Նահանգները նույնպես իրականացնում է օդային գործողություններ, հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի դեմ հնարավոր հարձակման համար։ Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել 5 Ժնևում։ Այս հանդիպումը կարող է լինել դիվանագիտական լուծման վերջին եւ լավագույն հնարավորությունը, սակայն երկու կողմերում հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ դիրքորոշումները շարունակում են էապես տարբեր լինել։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ստիվ Վիտկոֆը հայտարարել է, որ զրոյական հարստացումը շարունակում է մնալ բանակցային սեղանին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին ասել է, որ Իրանը պետք է կարողանա որոշակի մակարդակով ուրանի հարստացում իրականացնել։ Այս թեմայի շարունակությամբ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական գործակալությունը CIA-ը Իրանի մասին ներքին տեղեկություններ ունեցող մարդկանց առաջարկել է օգնություն, տրամադրելով պարսկերեն ուղեցույցներ, ինչպես անվտանգ կապ հաստատել ԱՄՆ-ի հետախուզական ծառայության հետ։ Նախկինում նման հրապարակումներ եղել են կորեերեն, ռուսերեն, մանդարին լեզուներով, X, Instagram եւ YouTube հարթակներում է տեղադրվել այս հայտարարությունները։ CIA ուղերձը սկզբում ասում է. «Բարև, կենտրոնական հետախուզական գործակալությունը լսում է ձեզ եւ ուզում է օգնել։ Ահա մի քանի խորհուրդներ, ինչպես մեզ հետ անվտանգ վիրտուալ զրույց ունենալ»։ CIA չի հայտնել, թե արդյոք նախորդ նման բովանդակությունները հանգեցրել են որևէ տեղեկատվության ստացման կամ նոր աղբյուրների բացահայտման։ Չնայած տնօրեն Ջոն Ռադկլիֆը ասել է, որ ունի ազդեցություն։ Երբ CIA-ն ասում է կապվեք մեզ հետ, դա նշանակում է, եթե որևէ մարդ Իրանում ունի տեղեկատվություն, որը կարող է հետաքրքրել Միացյալ Նահանգների հետախուզությանը, օրինակ ռազմական միջուկային ծրագրի անվտանգության համակարգի կամ կառավարության ներսում տեղի ունեցող գործընթացների մասին, նա կարող է փորձել գաղտնի կապ հաստատել եւ այդ տեղեկությունը փոխանցել։ Իրանում արտաքին հետախուզական ծառայության հետ կապ հաստատելը համարվում է պետական դավաճանություն կամ լրտեսություն։ Այդպիսի մեղադրանքները կարող են հանգեցնել անգամ մահապատժի։ Իրանի իշխանությունները հատկապես գայուն են ԱՄՆ-ի հետ կապերի հարցում։ Նախկինում արդեն եղել են դեպքեր, երբ մարդկանց ձերբակալել են CIA-ի հետ համագործակցելու մեղադրանքներով։ Այդ պատճառով CIA-ն իր ուղերձում հստակ նշում է անում անվտանգության միջոցները՝ VPN օգտագործել, միանգամյա սարք կիրառել, ինտերնետային պատմությունը ջնջել եւ այլն։ Բայց նույնիսկ այդ դեպքերում վտանգը լիովին չի վերանում, քանի որ Իրանն ունի լայնածավալ կիբերհսկողություն եւ հակահետախուզական համակարգ։ Այսպիսի հրապարակումները նաև հոգեբանական եւ քաղաքական գործիք են, որովհետեւ դրանք կարող են խրախուսել դժգոհ մարդկանց, կարող են անհանգստացնել Իրանի իշխանություններին եւ անգամ կարող են օգտագործվել որպես ճնշման մեխանիզմ բանակցությունների ժամանակ։ Մինչև երեկոյին ելույթը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ԱՄՆ հոկեյի տղամարդկանց օլիմպիական հավաքականին։ Միլան Կորտինի օլիմպիական խաղերում Կանադայի նկատմամբ 2-1 հաշվով լրացուցիչ ժամանակում տարած հաղթանակից հետո ԱՄՆ հավաքականը նվաճել է չեմպիոնի կոչումը։ Հաղթանակից հետո նախագահ Թրամփը հեռախոսազրույցի միջոցով շնորհավորել է թիմին հանդերձանում, կատակելով, որ պետք է նաև հրավիրի կանանց հավաքականին, որը նույնպես ոսկե մեդալ էր նվաճել Կանադայի դեմ խաղում։ Կանանց հավաքականը սակայն հրաժարվել էր մասնակցել, նշելով, որ ժամանակացույցի խնդիրներ ունի։ Այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։